Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Սկզբի համար կխնդրեմ դնել ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ժողովուրդ ջան, ճիշտ ասած, ես այս թեմայով ուզում էի խոսալ ամենավերջում, երբ որ այս ամեն ինչը կավարտվեր, կպրծներ, որ նես չասեին պառակ դեց, բան արեց, իսկ գիտեք, sense բաներ չեմ սիրում ու sense խոսակցություններից ընդհանրապես ներվայնանում եմ, բայց այնքան նամակ եկավ Facebook-ի վրա, այնքան մարդկանց կար իրանք էլ հաստատ հիմա նայում են հատ-հատ պատասխանում էի, հատ-հատ բացատրում էի, բայց մարդիկ էլ կար, որ էլ չէի կարողանում, որտեղ ֆիզիկապես դա անհնարին է, ժողովուրդ ջան։ Նենց որ հիմա ես որոշեցի, որ հենց sense պետքա բոլորիդ պատասխանեմ, համել ինչու՞ չէ, Լուիսի բանակը Թոմի լսի ու այս իմ եթերից էլ դասեր քաղի, որ հաջորդ անգամ ավելի պրոֆեսիոնալ գործի։ Հասկանում եք, ու որտեվ սա հենց մեր բոլորիս համար է։ Այն ինչ որ շարժում անում են, պայքարում են Նիկոլի դեմ, ողջունում եմ։ Այ բայց այն մնացած ընդհանրապես չեմ ողջունում ու հիմա հատ-հատ կասեմ ինչի։ Ուրեմն միջև այս թեմային անցելը իմ հետևորդներից մեկը 3 թե 3 չառաջորդներ մի հատ լավ դրվագ բերեց ինձի պատմությունից, որի մասին ես չգիտեի եւ շնորհակալ եմ իրան, որ բերեց։ Ինչն է առանձնահատուկ այս դրվագի, որ սա այն է, ինչը որ ես միշտ ասում եմ իմ վիդեոների մեջ, հա, որ քաղաքական թիմը պետք է, քաղաքական ուժը պետք է ունենա քաղաքական թիմ, հա, բարձր մասնագետներով, որ ամեն մարդ իր պաշտոնին համապատասխանի ու երկիրը առաջ է, հա, անգամ եթե դա ժամանակավոր է, որտեվ առանց դրա անհնարին է, ես նորից կրկնում եմ, անհնարին, չլնող բան է։ Ուրեմն պատմությունը սենց է, որ հայրենական պատերազմի ժամանակ ինչ որ ձերբակալվում է բարձր աստիճան ինչ որ միջինովնիկ, որը որ համագործակցել է Հիտլերի հետ, ու այդ հարցաքննության ժամանակ իրան հարց են տալի, որն է եղել առաջադրանքը, այսինքն ոնց պետք է քանդես մեր երկիրը, հա, ինքը տենց պատասխանել տես կոնկրետ հատուկ առաջադրանքներ չի եղել ընդամենը մեկը, դա նշանակել ոչ կոմպետենտ մարդկանց, հա, պաշտոնների, հա, որ այսինքն անբան մարդկանց նշանակես այդ պաշտոններին, որոնք որտեղ իրանք մասնագետ չեն, հա, ու երկիրը տենց կամաց իհարկե վարի է տալի, հա, քանդում ես։ Այս է եղել առաջադրանքը։ Սա շատ ուժեղ զենք է, ու որը որ ես ասում եմ անընդունելի, երբ որ մարդիկ նշանակվում են պաշտոնների, որտեղ որ եղած չեղած դատարկություն, հա, անգամ կարող է այդ մարդը շատ լավ մասնագետ լինի մի ուրիշ բանի մեջ, բայց ընդ է որտեղ որ նստած է դատարկություն, այսինքն սա բերում է ուղիղ երկրի պետականության, սես կամաց բուրգի քանդմանը։ Ինչու եմ ես սա համի ձեզի պատմում, որովհետև Լուիսի բանակը, որոնց ասում եք, չգիտեմ, ինչի չես խոսում, ինչի չես ասում, ինչ խոսամ, իրանք բան չունեն, քաղաքական թիմ չունեն։ Հասկանում եք, կամ ունենք, բայց թաքուն է, էդի նույնն է ինձ համար, ինչ չունենք, կամ ունենք, բայց ճամփին էլի կհավքենք, ճանապարհին թազա մասնագետներ, էսի կոլխոզ չի, էսի չգիտեմ, բաղչա չի, բոստա երգիր է, հասկանում եք, սա լուրջ չի, սա քաղաքական լուրջ քաղաքական մարդու հայտարարություն չի, մի քաղաքական գործիչ եք, թե քաղաքական գործիչ եք, ինչ է նշանակում, գցենք մենք ունենք ճամփին կհավքենք բան, սա լուրջ վերաբերմունք չի, էլ չասեմ, որ այս ժամանակահատվածում ես տեսա, որ այն բլոգերները, որ այս կամ այն կերպ քննադատել էին, մի նույն պատասխան, մի սենց կիսամունաթով հարգելիներս հանգստացեք։ Դուք մտնում եք քաղաքականություն, այստեղ ձեզի քննադատում են։ Դուրներդ գա, թե չգա։ Իսկ բլոգերների խոսքի ազատությունը ոտնահարելու համար արդեն գիտեք, էլ չասեմ։ Նենց որ սա էլ է քաղաքական գործիչի կողմից ոչ լուրջ քայլ։ Էսի սենց, ուրեմն նայեք, ժողովուրդ ջան, ինչա պետք, որ մարդ սկսի լուրջ վերաբերվել այս կամ այն շարժումին, ինչու ես լուրջ չեմ վերաբերվում, ես ուզում եմ մի հատ էլ հավելել, որ ես մի հանգամանքով խոսացել եմ Կարեն Արայանի հետ հեռախոսով, հարցերիս պատասխանը, որ ինքը տվել է, չեմ ասում չի տվել, չի գոհացրել ինձի, ընդհանրապես, որտեվ ես չեմ ստացել այն պատասխանը, որը որ ես ցանկանում էի, որը որ կոնկրետ փակագծերը կբացի եւ թիմ կներկայացնի։ Իսկ նորից կրկնում եմ, իմ համար ոչ մի քաղաքական ուժ, որը որ քաղաքական թիմ չունի, ինքը անլուրջ ինչ որ մի ակցիա է։ Այդ ձև եմ ես բնորոշում։ Այսինքն
ընդունելի կլինի, եթե դուս գաք եւ պայքարեք, որ իշխանությունը հրաժարական տա ձեր բողոքի ձեր բողոքը ներկայացնեք երկրի իշխանությանը, բայց որ մենք լինենք ժամանակավոր իշխանություն, դուք ով եք։ Դուք ով եք։ Այդ դուք ով եկի պատասխանը Կարեն Արայան, դու պետք է տաս։ Ստե ես չունեմ պատասխան տալու, այն դու ըստե քաղաքական գործիչ է, եթե դու ես ստե մենակ հարցեր տվողը մենք ենք, պատասխանողը դու։ Հենց որ դու պետք է տաս դրա պատասխանները, որը որ դու չես տալի։ Հետո էլ ասում ես, բա եկեք միացեք առանց հարցեր տալու, իմ հետ չեք, ուրեմն Նիկոլի հետ եք, ով ասեց, որ եթե քո հետ չենք, ուրեմն Նիկոլի հետ ենք։ Դու պետք է այդ արժանապատվությունը դու պետք է կարանաս շահել մեր մոտ, որ մենք մարդիկ գան քո կողը կանգնեն կամ քո մասին ճիշտը ու լավը սենց ասած խոսան։ Բայց դու ասում ես դու գնձի հավատացեք, դուք եկեք։ Ով է քեզի այդ ձև քաղաքականություն սովորացրել, ես չեմ հասկանում։ Որտեղ ես դու տես բան տեսի։ Դու պետք է իմատ առաջի հերթին արժանի լինես դրան, ցույց տալով քո քայլերով, հետո նոր պահանջես։ Ուրեմն ինչ ակեզի մի լսեք, որ այն մնացածներ, սա մենակ Կարենին չի վերաբերում, ընդ Սարգիս Ծիատուրյան կա, որ նույնպես ասում է թաքունա, սենց օբշի, սա սենց թաքուն է թողել են իրաց թաքունով։ Մենք էլ նենց բանն ենք, էլի, չեմ ջոգում, դուք ձեր ժողովրդին այդ աշխով եք նայում, հա, սենց որ քաղաքականապես լրիվ սենց հիմարի տեղ եք դրես, սենց թաքունա, հա, սենց ին դրսուրպրից բացեմ թռեք մեջից։ Ուրեմն ինչ է պետք քաղաքական թիմին առաջի քայլի համար, որ կարողանա գնա հասնի ապեր դռանը, որ ասի գիտեք ինչ կա, գոնե մեկ շաբաթով ես լինեմ այս կառավարության ժամանակավոր, չգիտեմ, կառավարիչը, սենց ասեմ, իշխանություն մեկ շաբաթով, մինիմումը 10 կետ ես ասեմ, 10 մասնագետ, որը որ դու պարտավոր ես մեզի ասես, եթե դու ցանկություն ունես, ու քո ցանկությունները մաքուր են, քո նպատակները մաքուր են, հա, ու դու ցանկությունը մարդիկ գան քո կողը կանգնեն։ Դու պետք է հայտնես հենց այս պահին, հենց նույն վարիկանին, հենց նույն հնարավորության դեպքում իրավաբաններ, այդ իրավաբանը այն դատերում մենակ մարդկանց իրավունքները պահողը չէ, այդ իրավաբանը ասես լայն հասկացողություն է, դրա մեջ մտնում է, այսինքն սահմանադրագետներ, վարչական իրավունքի մասնագետներ, հասկանում ես, առանց դրա, առանց այս լուրջ երկու արդյոք մեկ մասնագիտություն ճյուղավորված, դու ընդհանրապես կամ մույսը իրավունք չունեք ոչ մի քաղաքական հայտ ներկայացնելու մեր երկրի ղեկին լինելու, քանի որ նորից կրկնում եմ, մեր պետականությունը այսօր մազից է կախված, 30 տարի թալանել են, կերել են, եւ մենք մեկ սխալել անենք, դառնում ենք գնչուներ, դառնում ենք անհայրենիք եւ կորում է մեր պետականությունը։ Ուրեմն ինչ է կատարվում, քաղաքական որոշումները պետք է համապատասխանեն սահմանադրությանը եւ օրենքներին։ Եվ այս հրա հսկողությունը կատարվում են մենակ իրավաբանները։ Դե ես արդեն ասեցի, որ իրավաբանները կարծում եմ կրկնելու կարիք չկա։ Իրավաբանները նաև օգնում են, որ օրենսդրական նախաձեռնությունների այդ ձևավորումը առանց իրանց ոչ մի բան հնարավոր չի անել, անգամ այն ստորագրությունները, որոնք որ չեն համապատասխանում Հայաստանի շահերին, որ դուք ասում եք, ես էլ եմ ասում, բայց դրանք չեղարկելու համար մեզի պետք են իրավաբաններ, ավելի ճիշտ ձեզի, եթե դուք ձեզի պատկերացնում եք ընդ։ Ուրեմն երկրորդը տնտեսագետներ, անգամ մեկ շաբաթ լինելով երկրի ղեկին, ձեզի անպայման պետք են պրոֆեսիոնալ տնտեսագետներ, հարգելի ժողովուրդ, երբ որ դուք աշխատավարձ եք ստանում, դա նույնպես տնտեսագետների շնորհիվ է, որտեվ եթե դուք տեսել եք մի երկիր, որտեղ լինի աղքատություն, հա, աղքատ երկիր լինի, բայց մարդիկ բարձր աշխատավարձ ստանան։ Դες բան չկա, ով ասի, գիտեք ինչ կա, տնտեսագետը մենակ երկրի, ձեր աշխատավարձը դա մասնավորի չէ, դες բան չկա։ Հենց ձեր աշխատավարձից կախված է։ Տնտեսագետն է հենց սաղ պլանավորում երկրի տնտեսությունը, նաև դրսից եկող այդ ներդրումները սաղ իրանք են անում։ Եվ եթե երկրի տնտեսությունը լավ ալնում, ձեր աշխատավարձն էլ լավ ալնում։ Եթե ձեր երկրի տնտեսությունը վատ ալնում, դուք էլ վատ եք ապրում։ Հասկանում եք, սրանք ինչ կարևոր մասնագիտություններ են, որ ոչ մեկ ու պատճառել չունի թաքցնելու, ոչ մեկ։ Չկա այդ ձև մարդ, որ հենց ինձ ասի, ես պատճառ ունեմ այս մասնագետներին թաքցնելու։
Չկա այդ ձև, ես ասում եմ, սա դες բան գործ, եթե չեն ասում, ուրեմն չունեն, կամ եթե չեն ասում, ուրեմն ու եղած մասնագետի որակը ցածր է։ Ուրիշ բացատրություն սրան չկա։ Ոնց կարող է քաղաքական լիդերը բացահայտված լինի, բայց տնտեսագետին թաքցնեմ։ Իրոք։ Երրորդ միջազգային հարաբերությունների եւ այդ դիվանագիտության մասնագետներ, էսի բանն ԱԳՆ-ն է, էլի արտաքին գործերի նախարարը, երկրի դեմքը, գիտեք, չէ, ժողովուրդ ջան, ցանկացած մասնագիտության մեջ, երբ որ դու պրոֆեսիոնալ ես լինում կամ բարձր մասնագետ ես լինում, որ մույսը գալիս է եւ հավասարին քո հետ ուզում է բանակցի, դու միանգամից նկատում ես, որ իր գիտելիքները պակաս են եւ այդ որակները չունի, մասնագիտությամբ ինքը դեռ հասուն չի հասունացել, հա։ Սա վատ բան չի, սա գսել մեր մասնագիտության մեջ մի օրում չենք հասունանում, դա չի նշանակում, որ մենք անհասուն մարդ ենք, էլի ասենց հատուկ ասում են, որ այն քառակուսի գլուխները չփոխեն խոսքերը։ Այսինքն այդ մասնագիտության այդ մարդը հասուն չի ու ինչքան էլ ժպտաց դեպքի բան չես վերաբերվում այդպես լուրջ, ինչը որ արժանի կլիներ։ Սա նույնն է, կա, երբ որ գնում է արտաքին գործերի նախարարը բանակցություններում կա բացարձակ, հետո էդի շոու է այդ բացարձակ, հետո փակ, այդտեղ իրական բանակցություններն է, որն էլ հենց երկրի դեմքն է, այսինքն պետք է լինի բարձր աստիճան պրոֆեսիոնալ անձ, որը որ բանակցություններում կներկայացնի մեր հայրենիքը, դրան էլ գումարած իր ազնագազմը, հասկանում եք, ու հիշենք, որ արտաքին գործերի նախարարությունը ոչ միայն այդում է բանակցել ինչ որ այս երկիր, այն երկիր, ինչ որ դեսպանատներ բացելու, այ հենց պաշտպանությունը հենց այնտեղից է երկրի գալի, արտաքին գործերի նախարարությունը։ Հիշենք, որ պատերազմը սկսում այն դեպքում, երբ որ հենց երկրի կառավարությունը եւ արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ պարտվում է դիվանագիտության մեջ։ Սրան էլ գումարենք, հաջորդը, չորրորդը ազգային անվտանգություն եւ պաշտպանական հարցերի փորձագետներ։ Դե սա պարզ է, պաշտպանության այսի միակ կետն է ազգային անվտանգություն եւ պաշտպանություն, այդ ԱԱԾ-ի պետ, պաշտպանության նախարարության կետ, որ ես կարամ ասեմ, օքեյ, ախպեր, երբ որ ասում են մենք, ինչ որ քաղաքական ուժ ասում է մենք թաքցնում ենք այս մարդկանց անունները, ինչը որ այդ պաշտպանությանն է վերաբերվում, հա, այսի միակ կետն է, որը ինձ համար կարա լինի ընդունելի։ Մնացած բոլոր կետերը ընդունելի չի։ Դե ազգային անվտանգության վրա չխորանան, քանի որ բացատրեցի, որը որ կարող է լինի ընդունելի ինձ համար հասկանալի պատճառներով, անցնենք առաջ։ Չնայած գիտեք, չէ, սա ամեն ինչ պաշտպանական բոլոր ֆիզիկական պաշտպանական եւ դրսից ֆիլտրացիա ներս երկրի ներս բոլորը կախված է հենց այդ ազգային անվտանգությունից։ Հաջորդը հասարակական կապի եւ այդ հաղորդակցության մասնագետները ունեք, չունեք, կամ սրա թաքցնելու իմաստը որն է։ Ժողովրդի հետ կապը, հանրային կարծիքը, այդ ձևավորվող եւ ինֆորմացիան հոսքը, որը որ շատ կարեւոր է ինֆորմացիան հոսքը։ Այս սրա երկու մասնագետ կա, ես ուզում եմ ասեմ, հետո վերջում կասեմ։ Հոսքը կառավարելը եւ այլն, այս հենց այս մասնագետներն են անում, այսինքն եթե ինֆորմացիոն հոսքը չկարողանաք կառավարել, ժողովրդի կարծիքը չկարողանաք իմանալ եւ դրանից բխող ճիշտ քայլերը անեք, հա, ոնց կլինի, ոնց է երկիր կառավարելու։ Չգիտեմ, արժի արդյոք մանրամասելի շարունակեմ սրա մասին։ 7-րդը առողջապահության նախարարը, չէ, մասնագետներ առողջապահության։ Կարծում եմ այստեղ ամեն ինչ պարզ է, սրա մասին մանրամասներ ընդհանրապես պետք չի, բայց այս մարդու գցենք անունը թաքցնելը որը սա չկա, ինչի չեն ասում, գոյություն չունի, կամ եթե գոյություն ունի, շատ ցածր մակարդակի է, ոչ գոհացնող, ոչ հաճելի։ Ես մի հատ միջև 8-րդ կետին անցնելը, որտեղ խոսակցության մեջ հիշա, որ ինքը ասես, գիտես ինչ կա, նրանք էլ կրթված էին, չգիտեմ, կամ սովորած էին, կամ չգիտեմ ինչ էին, բայց երկրի, նրանք որ վատն էին, չի նշանակում, որ ես ուրիշ վատին պետք է բերեմ դնեմ, կամ անփորձին պետք է բերեմ դնեմ, հա, նրանք ինչ որ գլուխները տվել են պատին, չի նշանակում ուրիշները պետք է գլուխը տա պատին, հա։ Ես վատով չեմ փոխում։ Ես ձեզի մի հատ բացատրում եմ, ժողովուրդ ջան, ինչու ես չեմ վերաբերվում լուրջ այդ կազմակերպությանը եւ չեմ ուշադրություն դարձնում իրան շարժմանը։ Չնայած ես ժամանակին ուշադրություն դարձրել եմ ժամանակին մարդուն հայավարի
մարդավարի հրավիրել եմ, ասել եմ արի նստի պատասխանի հարցերին, մարդկանց էլ հետաքրքիր կլինի կիմանան քեզ էլ օգուտ կլինի որպես քաղաքական գործիչ դու պետք է երազես հենց այս ձև նստես որպես քաղաքական գործիչ երազես ասես ինձի 5 հոգի ավել լսի որ այս 5 հոգուց երկուսը իմ գաղափարը կիսի հասկանա ինձ ու գա իմ կողքը կանգնի բայց չէ ուրիշ ձև են իրանք մտածում կգամ չեմ գա բան հետո կասեմ կլնի չի լինի բան դե թոլնի հաջորդը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կիբեր հարցի որ ես вообще-то չեմ գրում բայց այս անգամ ստիպված եմ եղել հաթաթ գրեմ որ ձեզ էլ ներկայացնեմ որ չմոռանամ ոչ մի բան ուրեմն սա այն մասնագետներն են որոնք պատասխանատու են հենց համացանցի կիբեր հարցակումների համար ինչա սա նշանակում ժողովուրդ ջան որ քաղաքական ուժը անպայման պետք է ունենա ուրեմն առանց այս մասնագետների ժողովուրդ ջան այսինքն թշնամին հակառակորդը ոնց ուզում ես անվանի որտեվ մեր թշնամին մենակ թուրքը չի մենակ ադրբեջանցին չի մեր վատը շատերն են ուզում կարող է համացանցի միջոցով ներխուժել այսինքն կոտրելով համացանցը դա հենց կիբեր հարցակումն է էլի ներխուժել հատուկ այդ ոնց են հայերեն ասում հա այդ արխիվները հա եւ հատ իմանալ այս կամ այն մարդու մասին որոնք որ զբաղեցնում են բարձր պաշտոններ կամ հատուկ ինչ-որ պաշտոններ երկրի պաշտպանության եւ ռազմական վայրենիների սենց ասած շարքին կազմող բարձրաստիճան զինվորականներ եւ այլն բոլորի մասին ինֆորմացիա հավաքելով սաղին կիմանան ով ինչ անում ինչի համար է անում հասկանում եք ժողովուրդ ջան եւ սրա առանց սրա դու պատկերացնում եք քաղաքական ուժը կա առանց այս մասնագետների կամ հույսը պետք է դնի չգիտեմ Սերժի մասնագետին կամ Նիկոլի մասնագետին եղավ նույն բանը հաջորդը 9-րդը ու ժողովուրդ ջան այս 9-րդը որ ես գրել եմ սա այս շինարարություն ուրեմն այս տրանսպորտի ու ենթակառուցվածքների ոլորտի ինժեներներ էսի այնքան կարևոր բան է այնքան կարևոր բան է սրանք այն մարդիկ են ժողովուրդ ջան որոնք որ այդ տրանսպորտի շինարարության այդ ենթակառուցվածքների ոլորտի ինժեներները սրանք այն լոգիստիկ պատասխանատուներն են ովքեր որ պետք է հատուկ այդ ճանապարհները այնց կառուցեն եթե չկա էլ արագի մեջ նենց անեն որտեղ ես կասկածում եմ որ Հայաստանում կա արդարության համար հատուկ ասեմ այնց անեն այնց ճանապարհներ հատուկ կառուցեն որ պատերազմի ժամանակ քո զինված ուժերի այս կամ այն ստորաբաժանումները գնան հասնեն տեղ հա որ ճամփին չկարողանան խփեն այս սրա համար այդև բարձր ազնակազմը քեզ պետք որ հենց այս հարցերով զբաղվի բայց սա միայն էդի չէր էլի ես այս օրինակ բերեցի այն կարևոր բանի մասին որը որ ժողովուրդը շատ կուզենա ավելի որ շատ կուզենայի շատ լավ կընկալի իմ ասածը այսի հենց այդ մասնագետներն են բայց այս դրա մեջ շատ ուրիշ գործողություններ կա որ այս մասնագետները անում են եւ 10-րդը իհարկե բանն է քաղաքագետներ եւ սոցիոլոգներ այս հիմի 10 մասնագետից քանյատը ունի լույսի բանակը եւ քանիսի անունը դուք գիտեք հիմի քաղաքական լիդերի Կարեն Արայանին հարցնում եմ ես sense ուղի ասում ինչի եք դուք իմ մասին տենց խոսում են մույս բլոգերին եկեք ինձի ասեք կամ եկեք հրապարակ ինձի հարցեք ես քեզ հարցրել եմ պատասխանեիր ում էիր սպասում էիր որ ժողովուրդը ինձ ստիպի որ ես հելնեմ եթեր ժողովուրդը այնքան խեղդի ինձի նամակներով որ ես հելնեմ եթեր ում էիր դու սպասում բա պատասխանեիր բա օգտվեիր այն դուրը որ ես բացել էի քեզ համար օգտվեիր այն ձեռը որ ես նետել էի քեզ ասենց մեկնել էի ավելի ճիշտ քեզի օգտվեիր ուրեմն առանց այս մասնագետների ես կխնդրեմ ինձի չանհանգստացնել Եվս մեկ անգամ ոչ լույսի բանակով, ոչ չգիտեմ ընդ անուն նոր ասեմ Ծատուրյանով, ոչ ընդ չգիտեմ Գուրգեն Սիմոնյանով, ոչ մեկով, միչև այս մարդիկ հայտնի չլնեն ինձի քաղաքական թիմի մեջ, ոչ մեկ
Քաղաքականապես գիտակից ոչ մի մարդ ձեր կողքը չի կանգնի։ Երբեք։ Որտեվ մարդ հասկանում է, ինչ կարող է լինի մեր երկրի հետ, երբ որ այս պաշտոնների, այս մասնագետները ձեր թմից պակաս են, կամ չլնեն, կամ թաքուն լնեն, կամ այդ ինչ բառա թաքուն է։ Թաքցնում ենք, չենք ասում։ Իսկ ով ասես, որ դուք իրավունք ունեք ժողովրդից թաքցնելու այս մասնագետների անունը։ Ստից բացառապես պաշտպանական, որ պաշտպանության նախարարն է, ազգային անվտանգության եւ այլն, եւ բացի դրանից դուք ոչ մեկին իրավունք չունեք, բա դուք ում վրա եք հույս դրել։ Ինչ է նշանակում եկեք միացեք մի կամ ով մեր կամ բան Գարեգին Նժդե բան մի Կարենին չեմ ասում, են գրողն է երկրորդ Գարեգին Նժդե բան Գարեգին Նժդեի մեջ հանգարց ոչ մեկը չհամարցակվի համեմատվել մեկը Գարեգին Նժդեի հետ։ Ոչ մեկը։ Եվ այսպես սիրելի ժողովուրդ, ես պատասխանեցի համ ձեր հարցերին, չգիտեմ, համ էլ Լույսի բանակը չգիտեմ, եթե լսեց, եթե ընդունեց ինչ եմ ասում, եթե հասկացավ, ոչ թե էլի վատ ընդունեց, էլի հելավ ես պատասխանում եմ հմիել Լենդրուշ Մարգարյանին, թե դու ինչի սենց ասիր, եթե դու Նիկոլին դեմ էիր, գայր մեզ միանայիր։ Քաղաքական գործիչի պես ես հիմա էլ պատրաստ եմ անգամ ուղիղ եթերով կազմակերպել մեր զրույցը մեր մեջ, եթե ցանկանաք։ Իսկ եթե չեք ցանկանում, պրինտեզիաներ հավայի մի ներկայացրեք մեր եթերներին, ընդհանրապես բլոգերների եթերներին, որտեվ ես ասում եմ այն ինչ գտնում եմ ճիշտ է, ու միայն ես եմ որոշում ինչն է իմ եթերում ասել ճիշտ, ինչը ոչ, որտեվ սա իմ անձնական եթերն է։ Ես կարծում եմ սա լավ հասկանում եք բոլորդ։ Լավ, այսօր այսքանը ստեսություն, հաջողություն, հուսով եմ իմ հետևորդների հետ նամակները կդադարեն ու բոլորը ձեր պատասխանները ստացաք։ Ազատ Հայաստան, անկախ Հայաստան, մի շնոր հանդիպում։